Դուք կարող եք նիհար լինել, բայց ունենալ բարձր վիսցերալ ճարպ, որը կուտակվում է ներքին օրգանների շուրջը։ Ինչպես հասկանալ, արդյոք ունեք բարձր ներքին ճարպ։ Նախ քաշը կուտակվում է հիմնական գոտկատեղում և անգամ քաշը նվազելուց փորը մնում է։ Որովայնը առաջ է գալիս նույնիսկ նորմալ քաշի դեպքում և կոշտ է։ Ունեք էներգիայի պակաս քնքոտություն, լավ եք քնել, բայց առավոտյան արդեն հոգնած եք։ Հաճախ քաղցր եք ուզում և ունենում եք անհասկանալի էներգիայի անկում օրվա ընթացքում։ Իսկ տան պայմաններում ինչպես կարող եք հասկանալ արդյոք ունեք ռիսկ բարձր ներքին ճարպի, եթե դուք կին եք և ձեր գոտկատեղի շրջագիծը 82 սանտիմետրից բարձր է, տղամարդկանց մոտ 94 սանտիմետրից բարձր է, ուրեմն կա հավանականություն բարձր ներքին ճարպի։ Ես իմ ծրագրում աշխատում եմ նյութափոխանակության կարգավորման վրա, որպեսզի նվազի վտանգավոր վիսցերալ ճարպը։ Եթե ուզում եք հասկանալ ունեք խնդիր, մեկնաբանություններում գրեք ստուգում կամ ուղարկեք անձնական հաղորդագրություն։